Դուք ինչ կասեք, ուշադրել են որպեսի կալանավորեն Սամվել Կարապետյանին։ Հիմա ձեզ ամուր եք զգում, որ հոգևոր հայրերը այսպես բարձր աստիճան թեմակալներով նաև այստեղ են։ Կարծում եք կարող է դատարանի վրա այսպես հոգեբանորեն ուղղակի ազդել, վերջը նրանք էլ հայ են։ Չեմ ուզում նոր կոմենտ անել։ Շնորհակալ եմ, ստեղ ենք դեռ, խոսենք, շփվենք։ Աստված օգնական, Սրբազան հայր, ձեր դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ ինչ է կատարվում այս պահին, ինչու։ Մենք կանենք էլ ջանս, հա։ Մենք եկել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից տեղ որպես հոգու պարտք բերելու մեր զորակցությունը մեր ազգային մեծագործ բարերարին, ով երկու օր առաջ գտնվելով Մայր հայրենիքում, այցելելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ուր Վեհափար Հայրապետի հանդիսապետությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը 40-օրյա եւ այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը եւ մեր հարատեվությունը։ Այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել, քաղաքացիներից բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը եւ նվիրումը Մայրաթորին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը եւ այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը բերելու։ Միայն զորակցությունը, եթե կալանավորվի, ցնցել էր նաեւ այն, որ հնարավոր է նաեւ ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից, հաշվի առնելով, որ ի վերջո զարգացումները կարծես թե դեպի անկասելի ուղղությամբ են տանում։ Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել եւ դուք գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի եւ իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետեւ նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք նա ում զավակն է, ովքեր են նրա ծնողները։ Եթե կալանավորվեք, ինչ է համարում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպասավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակրոնության ուխտը խախտել են, թե ոչ, ինչպես ինչ գնահատական մենք ոչինչ չենք գնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով։ Եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ չսկսեր, Սամվել Կարապետյանն էլ չէր աջակցի այդ հարցում եկել։ Դե մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Հիմա նաեւ ձեր այցը այստեղ կրեմլյան զեռագիր կարող են տեսնել նաեւ ձեր այցի մեջ եւ խնդրում եմ պարզաբանեք ի վերջո ցանկացած հայ որտեղ որ նա ապրի, առավել եւս որ նա հոգեվոր կապ ունի եւ աշխատանքային կապ ունի ըստ էության նաեւ եկեղեցու հետ, չի կարող աջակցել, ինչու է դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաեւ որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը։
Սամվել Սարգսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Գիտեր նաև Փաշինյանը, նա գովասանքի խոսքերով է խոսել միշտ իր Այո, մասին։ իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, Ուրախ էր Փաշինյանը մինչև 3 նաև։ պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Տևական ժամանակ եկեղեցին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականներ, պահանջում տևական ժամանակ եւ կաթողիկոսը Համարում են, որ ասում են եկեղեցին թող չխառնվեր քաղաքականությանը, մենք էլ չխառնվեինք եկեղեցու ներքին կյանքին։ Ինչպես կարող եք, արդյոք եկեղեցին միջամտել է քաղաքականությանը եւ դա որակվում է արդյոք քաղաքական հայտարարություն։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին եւ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստը ո՞րն է։ Լավ, շարունակությունը դեպի ուր կգնա։ Ի վերջո նաև Ռուսաստանի հայերը հնարավոր է միավորվեն մինորալիկ բարձրանա։ Չմոռանանք Ամերիկայում բնակվող հայերը արեցին Փաշինյանի համար այս հեղափոխությունը, որի պատողները վայելում ենք այսօր։ Ես կարծում եմ, Ներեցեք սրտազան հայ մի քիչ այն կողմ կգնաք մեզ համար աշխատանքային։ Ես կարծում եմ բոլոր հայրենասեր, բոլոր ազգասեր, բոլոր եկեղեցասեր, քրիստոնյա հայրենիները չեն կարող այլ կեցված ունենալ։ Դուք այդ բաները տեսնում եք, մոտիվացիան կա, այդ տրամադրվածությունը կա, որ միավորվեն, որովհետև մենք 18-ին տեսել ենք, թե ինչպես են դրսի հայերը շատ ավելի միավորված եղել, քան ներսում Հայաստանում։ Համոզված եմ։ Արդյոք կհաջողվի ճնշել Փաշինյանի եկեղեցուն եւ այս պատերազմը ինչպես կավարտվի։ Բոլորին շնորհակալություն։ Ամեն ինչ ասվեց, ամեն բան պատասխանվեց, տպավորություն, որ դուք Փաշինյանի պնդումներին առանձնապես դեմ չեք, որովհետև չեք փոխում գոնե մեկ անգամ դեսականում հայտնել։ Արդեն նշանակում է, որ ես մեր եկեղեցու որպես եկեղեցական մեր եկեղեցականների հետ եւ որը չնշանակի չկա։ Դուք շատ եպիսկոպոսներ լուր եք, ինչ է կատարվում, ինչու է տարակուսանք այդ թվում ԿՊՀ-ականների շրջանում, որ եկեղեցին միասնական չէ ինքն իր ներսից եւ իրեն հույս է տալիս, դա որ կարող եք հայթայել։ Միասնական է եղել եւ կա ու կլինի։ Այսինքն դուք պերճախոս չեք կարող օրինակ հիմա գնահատական տասը քաղաքական հետապնդում են բարերարի նկատմամբ։ Ներեցեք, եկեղեցին քրեական վերող յուրաքանչյուր զավակի Աստված պահապան թվում հոգևորականների եւ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ։ Քաղաքական հետապնդումներ հասկացությունը դա ընդարձակ է։ Կոնկրետ այս դեպքով եւ կոնկրետ դրվագներով։ Վեհապար հայրապետի մասին այդ հրեհիկ արտահայտությունները ձեզ համար դատապարտելի են թե ոչ։ Բոլոր արտահայտությունները դատապարտելի են։ Դուք դատապարտում եք Փաշինյանի վարքագիծը նաեւ։ Բոլոր հայտարարությունները դատապարտելի են։ Եղավ, շնորհակալ։ Ինչով կավարտվի այս ամենը, Մուշակ Սրբազան։ Աննա